Պարոն Պետրյան, մենք այս պահին Թումանյան-Նալբանդյան հատվածում ենք, որտեղ զուգահեռաբար երկու քանդման աշխատանքներ են տեղ ունենում, իրականում շատ քանդումներ են այստեղ եղել։ Մենք հիմա գտնվում ենք Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում, այս պահին իրականացվում է կրպակի ապամոնտաժում, իրականում պետք է ասեմ, որ նաև սա մեծ ձեռքբերում է, քանի որ համաձայնեցված է հենց տնտեսվարողի հետ, այստեղ դեռ գործող վարձակալություն, եթե չեմ սխալվում, կա նաև գույքի նկատմամբ սեփականություն, բայց եկել ենք պայմանավորվածության, քանի որ այստեղ շատ տգեղ նաև այս խողովակները կային, որ բարձրանում էին շենքի վրայով, սա ապամոնտաժել են, հետո մենք հասկանանք ինչ է հնարավոր, միգուցե ինչ-որ մի հատ փոքր ավելի չափորոշիչների մեջ կամ ծաղիկի կրպակ կամ ինչ-որ մի բան, քանի որ այս գույքը իր սեփականներ ու մենք ընդհանուր եկանք համաձայնության։ Ուզում եմ մի քիչ պատմել այս հատվածի մասին, այս ուրեմն Թումանյան-Նալբանդյան խաչմերուկն արդեն ասեցինք, սա Բունյաթյանի շենքերն են, որտեղ որ իրանք տենց շատ յուրահատուկ ճարտարապետություն ունեն։ Մենք այս տարի իրանց բոլորը վերականգնեցինք իրանց նախնական տեսքը, եթե հիշում եք, իրանք տենց վարդագույն էին, ներկված իր բնական տեսքը, բնական ասելով իր նախնական տեսքը եղել է սպիտակ, այստեղ ապրել է Սպենդիարյանը, նաև այս վերջերս հաղորդում դիտեցի, որ այստեղ նաև Չարենցն է ապրել, այսինքն իրանք սենց շատ կարևոր նշանակությամբ շենքեր են Երևանի համար ու այս տարածքի այսպես ասած մաքրումը ու վերադարձը իր նախնական տեսքին իմ համար շատ կարևոր էր։ Եթե տեսնեք այդտեղից արդեն մի հատ կրպակ մեծ նույնպես ապամոնտաժվել մեծ սյուն կար, ապամոնտաժվել է հեռախոսի այդ բաներից էր, հեռախոսներից էր հին, դա է ապամոնտաժվել ու սենց նաև տարածքն է բարեկարգվել, նստարաններ ունենք ու կարծում եմ եկող տարի մենք ամբողջ Թումանյան փողոցի բարեկարգում ունենք, այս հատվածներն էլ են մտնելու էլի այդ լոգիկայի մեջ, տանիքներն է վերանորոգվել այստեղ, շատ գործ է արվել այս հատվածում եւ արդեն հասանք վերջի հատվածին, այս կրպակը, որը շատ էր տեսքը աղավաղում։ Տնտեսվարողի հետ ինչպես հասակ այդ արդյունքին, որ երկար բանակցությունների արդյունքում։ Ի սկզբանե դեմ էր, այսինքն Դե տեսեք, մարդիկ ունեն վարձակալություն, մարդիկ ունեն սեփականության իրավունք, իհարկե դա շատ բարդացնում է process-ը, բայց ես իրականում շատ շնորհակալ եմ, որ մենք եկանք այս համաձայնությանը եւ իրանք խողովակները հանեցին ներկման աշխատանքներից առաջ, հիմա էլ արդեն ապամոնտաժում ենք կոնկրետ կրպակը։ Եվ իհարկե տեսնում եք դիմացի հատվածը կա այդ մեծ LED էկրանը, այդտեղ եմ էլի շատ շնորհակալ նաև տնտեսվարողներից, ովքեր որ տնօրինում են այդ էկրանը, իրանք էլ համաձայնվեցին, այսինքն էլի եկանք փոխհամաձայնության, այսօր նաև այդ էկրանն են ապամոնտաժում, կարծում եմ մենք այս հատվածը եկանք ինչպես շատ դեպքերում քաղաքապետն է նշում, որ մենք գնում ենք այդ ընդհանուր միասնական լուծումների, որտեղ տենց ոչ թե տեղային, կետային հարցեր են լուծում, այլ տենց ընդհանրական բոլոր կողմերից տեսնում եք այստեղ արդեն եթե տեսել եք այստեղ նաև լարերն է իջացվել հոսանքի, այստեղ ծառերի փոխարինման աշխատանքներ է կատարվել եւ մյուս տարի էլ մենք արդեն այս մայթերի ամբողջական վերանորոգում ու վերականգնում ու նոր մայթերի ստեղծում կանենք ու կավարտենք այս հատվածը։ Պետրյան, դուք ասացիք, որ հնարավոր է այստեղ թույլ տաք փոքր կրպակ, ծաղիկի կրպակ լինի, դա չի խանգարելու շենքի օրինակ հին տեսքին, որը եղել է եւ արդյոք մյուս բոլոր դեպքերում չասվի, բայց մյուս դեպքերում էլ ինքնակամ կառույցները, որոնք հեռացվում են սեփականատերերին կամ վարձակալներին, թույլ եք տալիս ավելի փոքր չափերով շինություն տեղակայել, քանի որ հիշում եմ նախորդ շինությունները, որոնք քանդվել էին, քաղաքացիների կողմից դժգոհություն կար։ Մերի ջան, տեսեք, նախ սկսենք, որ սա օրինական կրպակ է, այսինքն սա ինքնակամ կրպակ չի, սրա ճակատագիրը մի քիչ ուրիշ է։ Երկրորդը
եթե մենք խոսում ենք օրինակ Ամիրյանի Չարենցի դպրոցի կրպակի մասին, ես կարծում եմ, որ այդտեղ եղել է այդ կրպակը ինքնակամ, որը ապամոնտաժել է, որը շատ իր չափերով մեծ էր։ Հիմա իր տեղը կա չափորոշիչներին համապատասխան եւ ճարտարապետական ավելի ճիշտ լուծումներով փոքր կրպակ, որը մարդկանց կարիքները բավարարում է։ Այսինքն մենք պետքա գիտակցենք, որ քաղաքապետարանը ու այսօր քաղաքային իշխանությունն է, որ դեմա ցանկացած տիպի առևտրի։ Մենք երբ որ դուրս են գնում Հայաստանից, ցանկացած տեղ անգամ ամենատենց լուրջ ճարտարապետական կոթողների դիմաց կան եւ կրպակներ, բայց այդ ամեն ինչը ինչ որ ճիշտ ֆորմայի, ձևի, նշանակության մեջ է, նույնը ստեղ։ Հիմա իհարկե այս կրպակը եւ այն ինչ որ լինելու է, հաստատ իրանք սարեր ձորեր են, էլի։ Եվ էսթետիկ եւ մնացած առումներով։ Ասացիք այս կրպակի պատմությունը մի փոքր այլ է, սա օրինական, հա, կրպակ է։ Ինչպես է ձեռք բերվել, հա, այդ օրինականության փաստաթղթերը ինչպես են ստացվել եւ այդ դեպքում եթե օրինակ սեփականատերը համաձայնության չգար, ինչ պիտի լիներ, դատական կարգով պիտի վիճարկեիք, հետո օրինակ դատարանը Մերի ջան, ինքը վաղուց վարձակալություն ունի, եթե ես չեմ սխալվում մոտավորապես 10 տարի կարող է սխալվեմ, բայց բավականին վաղուց է իր վարձակալությունը տրված եւ գույքը գրանցված արդեն կադաստրի կոմիտեում, եթե սեփականատերը չհամաձայնվեր այս ապամոնտաժել, ապա այո, պետքա դատական կարգով երկար, բարակ այդ գործընթացը գնար մինչև հասնեինք հաջողության։ Ալբանյան եւ ընդհանրապես Թումանյան փողոցի վերջին շինությունն է, այսպես ասած, Ենթադրում եմ, այո, որտեվ մենք նաև այդ կինո Մոսկվայի հատվածում արեցինք բոլոր այդ աշխատանքները, բայց դեռ եթե չեմ սխալվում 1 կամ 2 հատ կան։